Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում մեծ շուքով նշվեց ապրիլի 7-ը, ամենագեղեցիկ եւ լուսավոր տոներից մեկը՝ մայրության եւ գեղեցկության օրը։ Միջոցառումը նախաձեռնել են քոլեջի ուսանողները Հայոց լեզվի եւ գրականության դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ։ Միջոցառումը սկսվեց ուսանողների եւ իրենց մայրիկների համատեղ լուսանկարների հուզիչ հոլովակով։ Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան մոր անփոխարինելի դերին հայ մշակույթում, ընդգծելով նրա կարևորությունը թե ընտանիքում, թե ազգային արժեքների փոխանցման գործում։ Իր տպավորիչ ելույթով հուզեց առաջին կուրսի ուսանող Առնո Վարդանյանը, գովաբանելով մայրությունը, գեղեցկությունը եւ ուժը։ Այն գեղեցիկ բնություն, ջերմ արև, լուրջ երկինք է պարգևում, իր հետ վերելով գարան անմոռանալի տոներից մեկը, որն ազդարարում է մայրության, սիրո, գեղեցկության, արժևորումն ու կարևորում։ Յուրօրինակ եւ անզուգական էր ուսանողուհիներից մեկի ելույթը։ Ուսանողներն իրենց շնորհավորական եւ շնորհակալական խոսքերն ասացին ուղղված օրվա հերոսներին։ Մայրը միակ մարդն է, ում սիրտը նույնիսկ ցավի մեջ բաբախում է մեզ համար։ Ինչ էլ որ լինի, որտեղ էլ որ լինենք, նա միշտ մեր կողքին է, իր անսահման սիրով ու անհագիստ հոգատարությամբ։ Պետք է գնահատել մայրերին, քանի դեռ նրանց սիրտը բաբախում է մեր արյունով։ Ուսանողները նշում են, որ այսօրը եւս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու դասախոսական անձնակազմի կանանց եւ իրենց մայրերին, նրանց անսահման սիրո, ջերմության եւ նվիրվածության համար, որոնց շնորհիվ ձևավորվում է ապագա սերունդը։